Այժմ քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյան, համեցեք։ Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի ռեկոմենդացիաներից, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով մի հետ վճիռների կատարումից։ Ինչ փոփոխություններ ենք նախատեսում տվյալ օրենքում, առաջինը նախատեսվում է, որ ձերբակալված բոլոր անձինք ենթարկվելու են բուժզննության ձերբակալումից ոչ ուշ քան 3 ժամվա ընթացքում։ Երկրորդը օրենքի մակարդակում նախատեսում ենք, որ այդ բուժզննությանը կարող է մասնակցել նաև տվյալ անձի ընտրած բժիշկը։ Չորրորդը հստակ օրենքի մակարդակում սահմանում ենք խոշտանգման դեպքերում արձանագրության կազմման միասնական ստանդարտ, որը պետք է լրացնի բուժաշխատողը եւ սահմանում ենք այն դեպքերը, որոնց արկայության պարագայում բուժաշխատողը պետք է լրացնի տվյալ արձանագրությունը, դրանք են, եթե բուժաշխատողը ինքն է նկատել խոշտանգման որոշակի հետքեր, հնարավոր հետքեր, ենթադրյալ հետքեր, եթե ձերբակալված անձի բանավոր հայտարարություն է առկա այս առնչությամբ եւ եթե ձերբակալվածների պահման վայրի վարչակազմը ինքն է դիմում բուժաշխատողին, հաշվի առնելով, որ նկատել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի, ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքեր։ Բացի այդ, օրենքի փոփոխությամբ նախատեսում ենք նաեւ լիազորող նորմ առողջապահության նախարարի համար, որպեսզի առողջապահության նախարարը կարողանա սահմանել նաև տվյալ ձևաթղթի դետալները, ինչպես նաև լրացման կարգը։ Նախատեսում ենք նաև, որ այս ձևաթղթի լրացման պարագայում անհապաղ պետք է տեղեկացվեն, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում այս մասին պետք է տեղեկացվեն նաև քննչական մարմինները եւ դատախազությունը։ Բացի այդ, արձանագրությունը լրացման դեպքում անհապաղ տրամադրվում է նաև ձերբակալված անձին։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցերի